Արտասահմանյան բանկոմատների կողքի աղբամաններից մինչև Հայաստանի ընկերությունների հաշիվներ։ Այսպես ըստ նախաքննության գործել է միլիոնավոր դրամների համակարգչային հափշտակության սխեման։ Մեղադրյալներից մեկի հեռախոսն է խուզարկվել, որով պարզվել է հանցանքի մեխանիզմը։ Արտասահմանում բանկոմատների կողքի աղբամաններից խմբի անդամները կտրոններ են հանել, լուսանկարել բանկոմատի հետ, տվյալներն ուղարկել դեռևս անհայտ անձի։ Ով էլ իր հերթին նրանց նախապես բաժանել է բանկային քարտեր եւ այդ քարտերին կարողացել է օգտագործելով այդ կտրոնների վրա առկա բանկային քարտի տվյալները եւ այլ տեղեկությունները համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել այդ ուժողներից գումարները եւ փոխանցել այդ խմբի անդամների մոտ գտնվող քարտերին։ Այսպես քարտերի միջոցով կարողացել են մաս գումարներ կանխիկացնել։ Պարզվել է, որ այդ ամբողջ ընթացքում օգտագործվել է նաև քարտերի մագնիսական գոտի կարդացող MSR սարքը։ Իրավական հարցումներ են ուղարկվել տարբեր երկրներ, ինչպես նաև գրություններ իրավասու մարմիններին հանցանքի մեխանիզմի մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու նպատակով։ 100-ից ավելի տուժողներ կան, նրանցից միայն մեկն է Հայաստանի քաղաքացի, ումից ընդամենը 4000 դրամ են հափշտակել, սակայն ընդհանուր մոտ 833 միլիոն դրամ են փորձել հափշտակել, հաջողվել է 69 միլիոնը։ Գործակցել են Հայաստանում գործող տարբեր ընկերությունների հետ, հափշտակված գումարները փոխանցել նրանց օգտին ՊԵԿ հաշիվներին, արդեն գործող կամ հատուկ այդ նպատակով բացված ընկերություններ են եղել։ Երբ որ ՊԵԿ հաշիվներին են ուղարկել, ձևակերպել են որպես այդ ընկերության համար առաջացած գերավճար, հարկային գերավճար։ Եվ ընկերությունների տնօրենները, առցանց լիազորությունները տվյալ պարագայում իրավասու են դիմելու պետեկամուտների կոմիտե, դիմումներ ներկայացնել եւ խնդրել, որպեսզի այդ ավել վճարված գերավճարները վերադարձնեն իրենց։ Եվ դա այդ գործընթացը շատ դեպքերում կասկած չի հարուցում որևէ մեկի մոտ։ Որոշակի գումար հնարավոր է եղել դուրս բերել, այնուհետև վարույթն իրականացնող մարմինը գրություններ է հասցեագրել պետեկամուտների կոմիտե, խնդրելով կասեցնել հետագա գործընթացները։ Երբ որ գումարները փոխանցվել են տվյալ ընկերությունների հաշիվներին, դրանց գումարների մի մասը փոխանցվել է մեր մեղադրյալին, նրան պատկանող ընկերությանը, փոխանցվել է նաև այլ անձանց, գումարների մի մասն գնացել է այդ ընկերությունների պարտավորությունների մարման, այսինքն տարբեր ճակատագրեր են ունեցել այդ գումարները։ Նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել։ Խոսքը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության, առանձնապես խոշոր չափերով համակարգչային փորձ կատարելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով հարուցված հանրային քրեական հետապնդումներին, մեղադրյալներից մեկի նկատմամբ, ով տվյալ պարագայում կապ է հաստատել օտարերկրյա քաղաքացիների հետ եւ այդ ամբողջ գործընթացի արդյունքում խմբի կազմում է հանդես եղել, որպես խափման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը եւ բացակայելու արգելքը, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ կիրառվել է միայն բացակայելու արգելք խափման միջոցը։ Միջոցներ են ձեռնարկվում խմբի մյուս անդամներին հայտնաբերելու, նրանց արարքներին քրեայի իրավական գնահատական տալու համար։ Լիանա Խաչատուրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։